Ազգային ինքնության եւ խորհրդանիշների շուրջ քննարկումները կրկին թեժացել են։ Այս ամենի մասին ես կզրուցեմ Սիվիլնետի տաղավարում ազգագրագետ Հրանուշ Խառատյանի եւ պատմաբան Սուրեն Մանուկյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Արդեն տևական ժամանակ է այս քննարկումները շարունակվում են սկսած Սահմանադրությունից, հռչակագրից, Արարատի եւ Արագածի շուրջ քննարկումներից, Արցախի վերաբերյալ քննարկումներից, ցեղասպանության շուրջ քննարկումներից, ցեղասպանության միջազգային ճանաչման, հիմա եւս մեկ առիթ է դարձել սահմանային դրոշմակնիկներից Արարատի պատկերի հեռացման վերաբերյալ կառավարության որոշումը։ Ասացեք, խնդրեմ, այս որոշումները, որոնք վերաբերում են ազգային ինքնության, պետական ինքնության խորհրդային շերտերին, Հայաստանի կառավարությունը կայացնում է ոչ պոպուլյար որոշումները, փոփոխված տարածաշրջանային նոր իրավիճակին ադապտացվելու որպես հնարք, թե 21-րդ դարում Հայաստանի քաղաքական կամ Հայաստանի պետության քաղաքական ինքնության նոր ինքնության ձևավորման այսպես խորհրդային գործընթացի հետ մենք գործ ունենք։ Խնդրեմ, Տիկին Խառատյան։ Եթե հարցը այդպես գլոբալ նայենք եւ դատենք վարչապետի կողմից հրապարակում դրված հայեցակարգով, այսինքն հայկական կերպարի հայեցակարգի մասին, ապա կարծեք թե իսկապես խնդիր կա ինչ որ ընդհանուր արժեհամակարգի փոփոխության կամ արժեհամակարգի ներդրման, որը շատ վստահ չեմ, վերաձևման այսպես ասած։ Կարելի է նաեւ այդպես ասել, որը շատ վստահ չեմ, որ լուրջ գիտակցված է, այսինքն երբեմն դրանք վերացարկված են, երբեմն շատ կոնկրետ են, բայց չեն համապատասխանում իրողություններին կամ ընթացքին, կամ անցյալին, կամ նոր տեսլականներ են, բայց բոլոր դեպքերում կա հրապարակի վրա դա, եւ երբեմն այո, ես մտածում եմ, որ կա նաեւ հայ ժողովրդի, ես այս բառը հիմա գործածեմ, որտեղ հիմա սիմվոլների մասին խոսես պիտի տերմինին անդրադառնամ, նաև այս խնդիրը գոնե այդպիսի այս ընկալման մեջ հրապարակում կա։ Իսկ ինչ վերաբերում է այն տերմինային ձևակերպման ազգային սիմվոլ, ես կարծում եմ, որ շատ հաճախ մենք այստեղ երկու խնդրի բախում ունենք։ Ազգային բառը մեր մոտ դեռ միանշանակ չի։ Ազգային սիմվոլը դա պաշտոնական եւ իրավական լեզվամտածողության մեջ դա պետական սիմվոլն է։ Զուգահեռ մենք չունենք օգտագործող ժողովրդական կամ էթնիկական սիմվոլ արտադրությունը, դրանք բոլորը ազգային սիմվոլներ են։ Ավելին ասեմ, ես հիշում եմ դեռ 90-ականներին 2000-ական թվականների սկզբին Քոչարյանը ՄԱԿ-ում մի ելույթ էր ունենում, որտեղ խոսում էր նաև ազգային սիմվոլների մասին, խոսում էր Արարատ լեռան եւ այլն։ Թարգմանիչը, որը թարգմանում էր իրեն անգլերեն, ազգային սիմվոլը նա պետական սիմվոլ է հասկանում։ Եվ ցանկացած թարգման։ Այո, եւ Արարատը այդ լեզվում դառնում էր պետական սիմվոլ։ Այսինքն լսարանը ընկալում էր մի բան, իսկ Քոչարյանը ասում էր ուրիշ բան։ Ես սա ոչ Քոչարյանի, ոչ որի մեկ ես մեր ընկալման մասին եմ խոսում, հենց այս պահին այս խնդիրը կա։ Հենց այս պահին կա, մենք 3 ազգային սիմվոլ ունենք իրավական լեզվամտածողությամբ՝ դրոշնա, հիմննա եւ գերբնա։ Այն մնացած բոլորը էթնիկական սիմվոլներ կարող ենք ասել, եթե ազգային բառին միայն պետական իմաստն ենք տալիս։ Բայց քանի դեռ ազգային բառի անավարտ կախված է օդում իր ընկալումը, միշտ այս խնդիրը լինելու է, եւ միշտ լինելու է նաեւ Փաշինյանի հարցադրմանը պատասխանը, ինչ ես ուզում, Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի հայ հասարակության, թերհասարակ հայ ժողովրդի հայեցակարգի, սրանք խնդիրներ են, որոնք մասնագիտական շրջանակում շատ արագ են արձագանքում եւ շատ արագ են մոտեցումները հերքվում կամ տրամաբանությունից դուրս հայտարարում։ Արարատ սարը էթնիկական սիմվոլ է, նաև ազգային սիմվոլ է, եթե ազգային բառին տալիս ենք իր էթնիկական տարողությունը, նաև ժողովրդական սիմվոլ է, որտեղ ինքը բոլոր հասարակության բոլոր շերտերում կա։ Բայց նաև բանը պետական էլ է, կներեք, որ ընդհանրապես առանձին, այո, պետական սիմվոլների մեջ ինքը սկսել է երևալ եւ երևացել է վաղուց։ Եվ հիմա մի բան էլ ասեմ, հետո կլսենք երևի Սուրենին,
Այս Արարատի խնդիրը առաջին անգամ չի բարձրանում։ Ես ձեզ օրինակի համար հիշեցնեմ 36 թվականի քաղաքական բռնությունների պիկին, թեժ ժամանակ Հրաչյա Քոչարը Խաչիկ Դաշտենցին մեղադրում էր մի բանաստեղծության համար, բոցեր կոչում այդ բանը, որում գրված է Արարատի ստվերը Արագածի վրա։ Ամբողջ բանաստեղծությունից այսքանը հանած էր եւ Հրաչյա Քոչարը գրողների միությունում փրփուրը բերանին տեքստից երևում է դա շատ ջղայնացած։ Ինչ հիմարությունա Արարատը որնա Արագածի վրա ստվեր ակցում, հերիք չի, դեռ սրանով Դաշտենցը մերժում է հյուսիսի մշակույթը, որն է սոցիալիստականը, ռուսականը եւ այլն։ Այս մի ֆրազը օրինակ շատ երկար շրջանառող բան էր, այսինքն Արարատի Հիմա էլ կարծես Արագածի շուրջ քննարկումները Արարատի ստվերում են տեղի ունենում։ Եվ լինելու են դրանք, ուզում եմ ասել, քաղաքական փորձերը ենթարկվել պահանջներին, միշտ հղի են լինելու այս կարգի վտանգներ ու կրկնվելու են, խոսվելու է, ասվելու է եւ ճիշտ հակառակ էֆեկտն է սովորաբար ունեն, ամրանալու են որպես ինքնության մասեր։ Շատ լավ, պարոն Մանուկյան, իշխանությունները ասում են մեր ինքնության վերափոխում մեծ հաշվով վերջին ելույթը նաև անվտանգության խորհրդի քարտուղարի ասում են լավ օրից չէ որ անում ենք տարածաշրջանում իրավիճակ է փոխվել անվտանգային մարտահրավերներ են փոխվել այն ազգային նարատիվները եւ ինքնության այն մոդելը որ կար 91 թվականին որի կենտրոնում Արցախի համար պայքարներ պետական ինքնության նկատի ունեմ մոդելը, որի կենտրոնում նաև նույն Արարատի շուրջ դիսկուրսներ եւ այլը, դա կար, որովհետեւ կար այդ անվտանգային ճարտարապետությունը, կար պատերազմում հաղթած Հայաստանը, Ռուսաստանը կար տարածաշրջանում։ Հիմա այդ ամենը գոյություն չունի եւ այդ նարատիվները, այդ ճարտարապետությունը գոյություն չունի եւ այն հույսերը, որոնք կապված են Ռուսաստանի հետ, դրանք էլ գոյություն չունեն։ Ոստի այս տարածաշրջանում ապրելու համար եւ կողքերը նայելու համար, իսկ մի կողքում Ադրբեջանն է, մյուս կողքը Թուրքիան է, պետք է փոխել նաեւ այդ նարատիվները, որովհետեւ այդ նարատիվները հարևանները ընկալում են որպես վտանգ իրենց համար, ուստի կարող են գեներացնել վտանգ նաեւ մեզ համար։ Դա ոնց որ այդ վտանգները թեթևացնելու կամ անվտանգային համակարգի համար այդ վտանգները թեթևացնելու փորձեր են, որ իրականացնում է քաղաքական ղեկավարությունը։ Չպետք է անի դա, արդյոք ճիշտ չեն այս քայլերը։ Ճիշտ ասած, մի քիչ դժվարանում եմ հասկանալ որտեղից են գալիս ակունքները կամ հիմքերը, որովհետև ես նկատեցի չեմ լսել, բայց ու երևի կարող Աստված հնարավորություն գաս ընկնեմ այդ նույն ծուղակի մեջ, որ սովորաբար լինում է, վերնայնակ վերնագրով տեքստի մասին չափելու, բայց տեսա, որ Ռոբեր Ռուբինյանը ինչ-որ մի հարցազրույց է տվել, որը վերնագրված էր, որ Թուրքիան երբևիցե այսքան ժամանակ Արարատի Մեզ է տվել այդ հարցազրույցը, բանը երկար ժամանակ երբևիցե նման հարց չի բարձրացրել։ Դե եթե չի բարձրացրել, եթե լինեն ինչ-որ հարցեր, միգուցե հարցերը կբարձրանան։ Ես ավելի շատ կարծում եմ, որ սա այսպես ներքին քաղաքական ավելի ինստրումենտալ խնդիր է, որ այսօրվա քաղաքական ուժը փորձում է իրականացնել, նախապատրաստում են ընտրությունների, պետք է միշտ թեմաներ գցել հասարակություն, ակտիվ քննարկումների թեմա դառնալ, միշտ այսպես դիսկուրսները իրենք պետք է կառավարեն, իսկ որ թեմաներն է, որ մեր հասարակությունը ամենա այսպես զգայուն եւ ակտիվ է քննարկում, դա ցեղասպանության թեման է, դա Արարատի թեման է, դա ազգային թեմաներն է, այսինքն եթե իրենք բանավեճը տանեն կամ ինչ-որ թեմաներ առաջարկեր տնտեսական հարցերի շուրջ, ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնի։ Իսկ այս թեմաները գրավիչ թեմաներ են, դաշտը կլցնենք, խոսեն սրա մասին եւ այսպես կամաց կգնանք եւ կհասնենք ընտրություններին։ Ինձ թվում է, որ սա ավելի շատ այսպես բան է, էլի ֆունկցիոնալ գործառնական նշանակություն ունի, քան ավելի մեծ իմաստով, որովհետեւ հասկանալի է, ինչքան ուզում ես հայեցակարգ մի ընդունի, մարդիկ չեն դատարի, ասենք գրել Արարատի մասին, ամեն առավոտ չեն դատարի նայել Արարատին, էլի, այսինքն իրականում անհնարել է Արարատին փակել, որովհետև մենք ամեն օր տեսնում ենք Արարատը, այսպես մեր բանը հորիզոնում։ Այդ առումով ճիշտն ասած ես ավելի շատ այդպես քաղաքական դաշտ կտանեի այդ իրենց քայլերը։ Բայց տեսեք, Արարատը միայն սիմվոլ չի։
Արարատը իսկապես տարածք է, սահմանային խնդիրներ կան հրապարակի վրա, կան հավակնությունների մեկնաբանություններ, հավակնությունների տեսություններ եւ ռեալ հավակնություններ։ Արարատը այս դեպքում բախվում է այս բոլորի հետ։ Այո, Տիկին Խարոզյան, բայց Արարատը միայն տարածք չի ու Արարատը դա նաև քրիստոնեական խորհրդանիշ է։ Այո, Եվ մենք որպես քրիստոնեական ժողովուրդ կարող ենք Արարատը կրել նաև որպես քրիստոնեական Շատ լավ, իշխանությունը ասում է կրեք, ձեր տունը կրեք, ձեր պատերի վրա բան արեք, դրեք Արարատի սիմվոլը, նայեք, հիացեք, բայց ես պետական խորհրդանիշների մեջ չպետք է տեսնեմ Արարատի սիմվոլը, որովհետև կան որովհետևներ, անվտանգային խնդիրներ։ Էլի եմ կրկնում, մարդ ով բանակցում է, ով գտնվում է Թուրքիայի հետ բանակցությունների այսպես առաջնագծում, ասում է, որ նման խնդիր չկա։ Հիմա ում հավատանք նույն թեման։ Դա ասում է իրական Հայաստան գաղափարախոսություն ենք դրել, իրական Հայաստանը այս սահմաններում գտնվող Հայաստանն է, եւ այդ սահմաններից դուրս ոչ մի բան չպետք է բերենք այդ սահմաններից դուրս գտնվող այդ սահմաններից ներս։ Հիմա հարցա թե սահմաններից դուրսի եւ ներսի խնդիրը առարկայականը, մշակութայինը, գիտակցականը, հավակնությունը, հայտարարությունը, սրանք բոլորը ներսի դուրսի տարբեր տրամաչափեր են։ Մեծ հաշվով մենք կարծես կներեք իհարկե, մեծ հաշվով կարծես փորձ է արվում Հայաստանի պետական Հայաստան պետության քաղաքական ինքնությունը զատել հայ ազգի պատմամշակութային ինքնությունից։ Վախենամ, որ այդպիսի տարբերակ նույնպես կա, բայց եթե դուք ավարտեք ձեր հարցը, ես մի օրինակ բերեմ։ Ես նկատի ունեմ, արդյոք կստացվի դա եւ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ, օրինակ նույն Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա, որովհետեւ Սփյուռքի հետ հարաբերությունների կենտրոնում Հայաստան պետությունը չի, համազգային խնդիրներն են, համազգային հարցերն են, որոնք միավորում են։ Տեսեք, պարոն Մուկդասյան, այստեղ մի քանի հարց կա։ Համազգային ինքնություն ասածը դա նաև անցյալը ներկայի հետ շղթայական կապն է։ Այդ ինքնությունը քաղաքական կամքով միայն չի ձևավորվել, չնայած քաղաքական կամքերը անկասկած ազդել են դրանց ձևավորումների, դրսևորումների վրա եւ քաղաքական իրադրությունները նույնպես ազդել են։ Հիմա այսօր որ մենք ասում ենք ավարայերի ճակատամարտ, դեպ ասեմ, որ պարսիկները 10 անգամ փորձեցին ավարայերի ճակատամարտ բառերը հանել իրանց այսինքն Սասանյանները ընդհանրապես գրավոր տեքստ չունեն, արխիվ չունեն թողած, բայց չեմ խոսելու հիմա այդ մասին, հայկական աղբյուրն է մենակ ասում, բայց ասում է մենք Մամիկոնյաններին սրբացրել ենք եկեղեցով, Մամիկոնյաններին նվիրված տոն ունենք դպրոցական դասագրքերում եւ ընդհանրապես ավարայերն ու Վարդանանքը հայ ժողովրդի ինքնության կարևոր մասերից մեկն է։ Այո, պատմական ինքնության։ Վաղը մյուս օրը Պարսկաստան անվտանգության առումով կամ բարեկամության հեռանկարով առաջարկի ասի, գիտեք, մեր բարեկամության վրա դա ստվերակցում։ Հիմա այդ նույն բարեկամության եւ անվտանգության առումով այսօր ես հարց եմ բարձրացնում, շուրջ 20 տարի է, որ ռուս ուղղափառ եկեղեցին տարբեր ձևերով հայտարարել է եւ շարունակում է պնդել, որ միսիոներական շրջանը քրիստոնեության առաջին դարի առաքելական շրջան, կենթանի առաքյալների առկայությունը։ Բարդուղիմեոս առաքյալը Կովկասյան աղվանքում է աշխատել, Բաքու քաղաքը, դա Ալբան քաղաքն է, Ալբան քաղաքը ասում է, որտեղ Բարդուղիմեոսի բոլոր վարքերը խոսում են Աղբակ գավառի եւ Աղբակ քաղաքի մասին, որտեղ նրա նահատակության վայրն է ըստ բոլոր քրիստոնեական, այ ոչ միայն հայ առաքելական, ասորական, հունական, ավելի ուշ զարգացած ձևավորված կանոնիկ եկեղեցիների, բողոքական, կաթոլիկ, ուղղափառ, հույն ուղղափառ, այդ թվում մինչև 90-ական թվականները ռուս ուղղափառ եկեղեցու բոլոր վարքերը այդ են ասում։ Հիմա հանկարծ ասում են, որ Աղբակը դա Ալբան է, Ալբանը Բաքվի առաջին դարի անունն է, իհարկե չկա այդպիսի բան, եւ լիքը գրքեր են արդեն գրվել այդ մասին եւ ցանկացած մեկը բացեք ռուս ուղղափառ եկեղեցու ցանկացած հանրագիտարան, բացեք վիկիպեդիաները իրանց տարբեր եպիսկ բոլորը միահամուռ հիմա Բարդուղիմեոսը գործել է Բաքու քաղաքում, Աղբան, Ալբան
եւ այդ Բաքու քաղաքը քրիստոնեության հիմքն է եւ Բարդուղիմեոս Առաքյալի գործունեությունը մասունքները գալիս են խոնարհում են Պուտինն ու Իլհամ Ալիևը գնում են խոնարհվում են մամուլը գրում է ամբողջ աշխարհում մեկ դա ներկայացնում են եւ այլ երկար պատմություն է ես իմասա չասեմ սա երևույթ է որ տեղի է ունենում մեր օրերում 2 տարի առաջվա մեր մեռոնորնեկին, վերջին մեռոնորնեկին հայ առաքելական եկեղեցու գործող կաթողիկոսը մեռոնորնեկը անվանվել է դրոշմ ինքնության։ Եվ այդ դրոշմ ինքնությունում ասում է, որ Թադեոս Առաքյալի կողմից բերված մեռոնով հայ ժողովուրդը մկրտվեց առաջին դար։ Առաջին անգամ չի ասում Բարդուղիմեոս անունը։ Մինչդեռ Բարդուղիմեոսի մասին վարքերի առատությունը չափազանց շատ է այդ մկրտությունները Հայաստանում եւ այլն եւ այլն։ Հիմա ես հարց եմ Դա ինչ ուզում։ է նշանակում։ Ես ուզում եմ ասել ժողովուրդները իրենց անցյալի ինքնությունները հարստացնում են նաև նոր առասպելներով եւ այդ նոր առասպելները ամենից ավելի հաճախ համապատասխանում են առկա քաղաքական նկատառումներին։ Եթե մենք մեր անցյալի արժեքները անընդհատ պիտի համապատասխանեցնենք այսօրվա քաղաքական կլինի անվտանգական, կլինի բարեկամական, կլինի ընդհանուր մշակութային մթնոլորտի, սա արդեն ինքնին դառնում է անվտանգական խնդիր։ Ես հարցն եմ ձևակերպում։ Գուցե մենք խորենացի, տեսեք, բոլշևիկյան հեղափոխությունից հետո, հեղաշրջումից հետո Հայաստանում դրված էր հայերեն այբուբենը լատինացնելու խնդիրը։ Դա ընդհանրապես այն ժամանակվա բոլշևիկյան ծրագրերից մեկն էր։ Մենք որտեղ մենք բոլշևիկացել ենք, լատինացնենք հայերեն այբուբենը, որոնք են այդ ազգային ինքնության կարևորագույն կետերը, սրանք բոլորն են։ Եվ այբուբենն է, եւ մեր ամբողջ պատմագրությունն է, ամբողջ խորհրդային տարիներին մինչև 70-ական թվականներ իրավունք չկար ասելու, որ եղել է Չանչյանը դեռ ժամանակին գրել է հայ ժողովրդի պատմություն, համարվում էր, որ ԽՍՀՄ ժողովուրդներից ոչ մեկը պատմություն չեն ունեցել գրած, եւ ԽՍՀՄ 37 թվական գրված ԽՍՀՄ պատմությունն էր, որ հիմքը դնում էր պատմագրության։ Անհնար է անընդհատ անցյալի ժառանգության ջնջումով նոր ինքնություն կառուցել։ Հնարավոր է բանտերով, աքսորներով, հնարավոր է արգելանքներով։ ԽՍՀՄ ժամանակահատվածում էր փորձում էին անել։ Բայց եթե ԽՍՀՄ ժամանակահատվածում դա անում էր մեկ այլ կայսրություն, մեկ այլ պետություն, հիմա մի տեսակ միշտ այսպես բանը դիսոնանս է, երբ որ դա արվում է Հայաստանի Հանրապետությունում, մի պետությունում, որը ազգային պետություն է վերջո, իսկ երբ որ մենք համեմատում ենք մենք հարևանների հետ, ովքեր հետ են առասպելաբանության հիման վրա փորձում են իրենց ինքնությունը ստեղծեն, ընդ որում հարստացնելով, մեծացնելով, ասենք, եթե նայեք ադրբեջանական դպրոցական դասագրքերը, տեսնեք ինչ կոնստրուկտներ են, որոնք նույնիսկ տանում հասցնում են շումերի թուրքական ժողովուրդ լինել եւ շումերից իրենց գալու բան առասպելը։ Այդ պարագայում, երբ որ դու տեսնում ես մեր պարագայում ոնց է դու քո ունեցածը նույնիսկ քո ունեցածի դեմ էսպես բան անում, պայքարում, մի տեսակ իրոք։ Ինչու է դա տեղի ունենում։ Որն է պատճառը դրա խորհրդային։ Զուտ մերկանտիլ այս եվրոպական քաղաքական խնդիրներ են լուծվում։ Մի քիչ դժվարանում եմ դա պատասխանեմ իհարկե, բայց ինձ չի թվում, որ այս գաղափարները այսպես այդ մարդկանց ուղեղներում, որոնք կան նոր են ծնվել, ինձ թվում է իրանք միշտ եղել են, ասենք նույն Նիկոլ Փաշինյանը, երբ որ հայկական ժամանակը նայում է ժամանակի, ինքը միշտ այսպես սկանդալային, այսպես ինքնությանը նաև կպնող բազմաթիվ հոդվածներ ունի եւ հիմա ես մտածում եմ միգուցե դա մտածողության տիպ է, էլի, միգուցե իրոք ինքը այդ մտքերը ունեցել է նաև միջև իշխանություն գալ, իշխանությունը ուղղակի իրեն տվել է հնարավորությունը դա անել եւ դա անում է։ Եվ նաև մյուս բանն էլ կա, որ Տիկին Խառատյանը որ ասեց, ես այսպես հիշեցի։ Ի վերջո էլի վերադառնալու իմ առաջի պատասխանին, ի վերջո քաղաքական խմբերը, քաղաքական իշխանությունը միշտ փորձում են վերահսկողություն սահմանեն սիմվոլների նկատմամբ։ Դա բնական է, ցանկացած քաղաքական ուժ ինքը փորձում է ինքը վերահսկի սիմվոլները, բայց այլ հարց, որ շատ դեպքերում սիմվոլները լրացվում են, մի մասը այսպես լրացվում է, բայց ինձ ուղղահայաց հարցակում սիմվոլների վրա, որ Հայաստանում է տեղի ունենում, ես ճիշտ ասած դժվարանում եմ հիշեմ, բացի այն, որ դուք նշեցիք 30-ականներին խորհրդային այսպես շրջանում տեղի ունեցած իրադարձություններ, որը իհարկե չափազանց այսպես տխրեցնող է եւ նաեւ վախեցնող է, էլի։ Այս ամենի ֆոնին հիմա շատ է խոսվում իհարկե շատ պայմանական երրորդ հանրապետության ավարտի եւ չորրորդ հանրապետության սկզբի մասին, անվանումները շատ պայմանական են իհարկե,
եւ դրանց վերաբերյալ քննարկումները եւս, բայց այնուամենայնիվ, եթե մենք խոսում ենք շատ հիմնային փաստաթղթի անկախության հռչակագրի մասին, որը պետության հիմքն է, հռչակման հիմքն է, եւ խոսում ենք սահմանադրության նախաբանից այդ հղումը դեպի անկախության հռչակագիր հեռացնելու հնարավորության մասին, ապա իսկապես խոսքը գնում է նոր պետական ինքնության կամ նոր պետության նոր սկզբունքների, չգիտեմ, ձևավորման մասին, որովհետև սահմանադրության նախաբանը դա սխեման է մեծ հաշվով այդ սահմանադրության։ Ինչից է հրաժարվում, եթե այս դիսկուրսները ճիշտ են, երրորդից ճիշտ են, որն է, եթե այս դիսկուրսները առկա իրողությունների հետ որևէ կապ ունեն, ինչից է հրաժարվում 4-րդ հանրապետությունը եւ ինչի վրա է հիմնվելու այդ 4-րդ հանրապետությունը եւ արդյոք այդ փորձերը կարող են հաջողության հասնել հաշվի առնելով, որ ձեր ասած դա բերում է նաեւ ընդդիմության, դա բերում է նաեւ նրան, որ մարդիկ չես կարող մարդուն ստիպել, որ տան մեջ իր երեխային չդաստիարակի այն ոգով կամ այն խնդիրներով, այն սիմվոլներով։ Նախ ասեմ, որ կարող ես։ Լավ, հույս ունեմ չենք ասել։ Կոնկրետ օրինակներով կարող եմ ասել։ Վաղարշակ Նորենցին 36 թվականին նույն գրողների միությունում բարձրաձայն մեղադրում են, որ նա իր տղայի անունը Սասունա դրել, իր երեխայի անունը Սասունա դրել, նացիոնալիստ է։ Ես հույս ունեմ, մենք անուններին չենք։ Հետ հույս ունեցեք, ամեն ինչ հնարավոր է, բայց եթե թույլ կտաք, այդ 4-րդ հանրապետությունը ես չգիտեմ ինչ է, բայց ես մի օրինակի վրա ասեմ, մենք մի քիչ սա քննարկենք։ Մենք ունենք այսօր անկախության տոն, ունենք թղթի վրա, անկախության տոնահանդես չունենք, ինքը չկայացավ, մանրամասն վերլուծել եմ, մի քանի անգամ շքերթներ եղան, համերգներ եղան, անկախության տոնի առթիվ գնացին երկար ժամանակ Եռաբլուր, մի քանի պսի մի անգամ Գյումրի գործողություններ, այ հիմա Գյումրիին եմ գալու, սրանք բոլորը շատ կենտրոնացած էին Երևանում, Փաշինյանն իշխանության գալու հայտարարեց, որ իրենք ապակենտրոնացնելու են, լավ բան ասեց, գնաց Գյումրի, դա դարձավ մյուս կենտրոնացումը, Հայաստանի բոլոր մարզպետները իրանց շքախմբերով վազեցին Գյումրի, այդ բոլոր մարզերում ամեն ինչ վերացվեց, մոռացավ, հիմա տոնը կենտրոնացավ Գյումրիում, գիտեք, սա շատ լավ գաղափարն անգամ, իմ կարծիքով լավ գաղափարը ապակենտրոնացնելու, արդեն կործանվեց, որտեվ կա տոնահանդեսի տրամաբանություն, տոնահանդեսի տրամաբանություն մասնագիտորեն վերլուծված է ահռելի գրականություն կա, աշխարհներ, երկրներ կան, որոնք տոնահանդեսներ են ներմուծում, տոնահանդեսներ են վերացնում, բայց այդ բոլորի մեջ պետք է լինի այն, ինչ աշխարհը ձեռք է բերել դրանց համար, չի կիրառվում կա մարդու կամքն է, ասելա, գնացելա, մի կենտրոնից տեղափոխեցին մի ուրիշ կենտրոն, բայց նույն այդ տոնահանդեսը, որ Գյումրիում էր, Նիկոլ Փաշինյանի ելույթում ասեց, որ մենք ապրել ենք եւ ապրելու ենք երջանիկ Հայաստանում։ Դա 19 թիվն էր, 20 թվին պատերազմներ, 20 թվին տոն չկա, 21 թվին տոնին Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք ապրելու ենք երջանիկ Հայաստան, ապրել ենք բառը արդեն դուրս է գալիս։ Կամ մենք ապրում ենք դուրս է գալիս, ապրելու ենք երջանիկ Հայաստանում։ Եվ այդ երջանիկ Հայաստանի տեսլականը, որ ենթադրաբար ներկայացում են, գալիս է շատ արժեքների խոտորման ճանապարհով, բայց արժեքներն էլ ոչ մի կետ համաձայնեցված արժեքներ չեն, բավական սուբյեկտիվորեն ընտրված արժեքներ են։ Հիմա ես այս բոլոր ճառերը ասում եմ նաև, որտեղ անկախության տոն մենակ մենք չենք անում։ Ամբողջ աշխարհում բոլոր երկրներ իրենց անկախության տոները անում են, եթե նույնիսկ նրանք օրինակ Ռուսաստանը ես չգիտեմ ինչից անկախացել, բայց անկախության տոններ են նշում։ Հիմա նշում են նաև մեր հարևան Ադրբեջանը եւ հարևան Վրաստանը, ընդ որում ուզում եմ ձեզ հիշեցնել, Վրաստանը եւ Ադրբեջանը երկուսն էլ իրենց հռչակագրերը ընդունելիս վերջին այսինքն 90-ական, 91 թվական, երկուսն գրել են, որ իրենք խախտում են միակողմանիորեն ԽՍՀՄ կազմավորման պայմանագիրը եւ իրենց անկախ են հայտարարում։ Հայաստանը այդ բառերը չի գրել։ Եվ ես ձեզ ասեմ,
Ես նույնիսկ մինչև շատ տարբեր տեղեր ասում, ես նույնիսկ չգիտեմ ոնց է որ Հայաստան դա չի ասել, բարեբախտաբար չի ասել, որովհետև ԽՍՀՄ կազմավորման պայմանագիր գոյություն չունի, չի եղել այդպիսի պայմանագիր, այն ինչ մեր բոլորի ուղեղի մեջ համառորեն մտցրել են 22 թվականի դեկտեմբերի 22-ի դեռ գոյություն չունեցած ԽՍՀՄ առաջին գերագույն խորհրդին ընդունվել է, չի ընդունվել, ընթերցվել է, ուղարկվել է հանրապետություններ, Ստալինը տեսել է, որ դա այդ խմորը կարող է շատ ջուր տանի, առավել ցայտուն ընդվզում էին Ուկրաինան եւ Վրաստանը, բայց խնդիրն էս չէ։ Դրել է 24 թվականի սահմանադրության որպես առաջին գլուխ, սահմանադրությունը քվեարկելատվել, դա դեռ պայմանագիր գոյություն չունի։ Ընդ որում այդ պայմանագիրը իր հայտարարության միակողմանիորեն արել է նաեւ Ռուսաստանի Դաշնությունը 91 թվականին։ Հետո 96 թվականին հասկանալով, որ չեղած բանը չի կարող խախտել, իր պետական դումայում գրել է, որ մենք սխալ ձևով ենք արել, որտեղ չկա պայմանագիր, որը մենք խախտենք։ Հիմա այս ամբողջը մեր սահմանադրություն չկա, մեր հռչակագրում չկա ներողություն, բայց կա փոխարեն ուրիշ բան։ Մենք սկզբում անկախության տոն չունենք, կամ ունենք պետական տոն եւ անկախության տոնը նշում ենք պետականության տոնին, մայիսի 28-ին։ Անկախության տոնը 1996 թվին կարծեն եկավ։ Եվ եկավ հռչակագրի եւ Սահմանադրության ընդունման։ Հիմա նույն բանը արել են Ադրբեջանը եւ Վրաստանը ժամանակին։ Հետո նրանք երկուսն էլ փոխել են իրենց անկախության տոները, սահմանելով 18 թվականի մայիսի 28-ի իրենց հայտարարությունները։ Որպես առաջին հանրապետության իրավաճորդ։ Ընդհանրապես որպես անկախություն։ Այսօրվա անկախությունը դե սովետական շրջան երկուսն են հայտարարել են ռուսական օկուպացիայի շրջան, ժամանակավորապես ընդհատված անկախություն եւ ՄԱԿ-ում աշխարհի բոլոր երկրներում, որոնք պահում են երկրների ցուցակները, որնան շնորհավորեն այդ օրերին եւ այլն, նրանց անկախությունը այս պահին 1918 թվականից է սկսում, մեր անկախությունը սկսվում է 91 թվականից։ Նրանք նշում են իրենց 100 քանի ամյակ անկախության, մենք նշում ենք։ Հիմա ես վերադառնում եմ սրան։ Եթե Ադրբեջանի անկախությունը 18 թվականի հռչակած անկախությունը, մուսաֆաթական Ադրբեջանը իրանց գործն է։ Ես տվյալ դեպքում ասում եմ, որ Ադրբեջանի այսօրվա անկախ Ադրբեջանի հիմքում ընկած է 18 թվականի տրամաբանությունը։ Իրենց երկրի անկախ երկրի կառուցման հիմքում եւ իրենց քաղաքականություններ այդ ուղղությամբ է գնում։ Արևմտյան Ադրբեջանը Տարածքների, սահմանների, արժեքների, եթե կուզեք, ամբողջը գնում է այդ տրամաբանությամբ։ Հիմա մենք մերժում ենք 18 թվականի հանրապետության գոյությունը, այդ հանրապետության տրամաբանությունը, որը շատ վատ պայմաններում ստեղծված է քառակուսի կիլոմետրի վրա եւ այլ, ես այս ամբողջ պատմությանը չեմ անդրադառնալու։ Ձևավորվել է այս հանրապետությունը, այն ինչ անվանում ենք երրորդ հանրապետություն, երրորդ հանրապետությունը ձևավորվել է 90-91 թվականներին։ Այդ ձևավորման փուլի մեր հույզերը, մեր ակնկալիքները, մեր սպասումները, մեր գերադասությունները, մեր աշխարհայացքը, մեր սպասելիքները ներդրվել են այդ շրջանի քայլերի։ Դրա համար մենք ունեցել ենք եւ լավ, եւ վատ, եւ լիքը զոհեր ենք տվել եւ այլն։ Հիմա եթե մենք չորրորդ հանրապետություն ենք ստեղծում, ինչ է մերժելու ճանապարհով։ Ինչն է, որը մեզ համար մերժելի է, այս հռչակագրի սահմանադրության այդ պայմանները, որ եւ այդ հույզերը, որ կային 90-91 թվականներին, հիմա այլևս չկան։ Հիմա կան շատ բացասական հույզեր։ Հիմա կան հույզեր Արցախի կորստի, ահռելի թվով փախստականության, ինքնարտահայտվենք, փոխվենք այս բացասական հույզերի վրա կառուցվելիք Հայաստանի տրամաբանության վրա։ Դա պետք է մոռացվի, սա է տրամաբանությունը, որ այն ինչ որ եղել է պետք է մոռացվի։ Դա մենք ենք այդպես ասում։ Դա է ծույլ աշակերտի սինդրոմն է, որ միշտ ասում եմ երկուշաբթի օրվանից սկսելու եմ լավ սովորել, եթե երկուշաբթի չի ստացվում, ասում եմ ամսի 1-ից եմ սկսելու, մոռանալով դրանից առաջ ինչ է եղել։ Ինձ թվում է, որ նույն տրամաբանությունն է, մոռանանք մեր սխալները, մեր մեղքերը, մեր հանցանքները, որը գործվել է,
եւ հրճակելով Եվ գործիքնոր հանցանքները խոսքը մեծ հաշվով վերևից ներքև նոր ինքնության, եթե ինքնության վերաձևման մասին է խոսքը, ապա վերևից ներքև այդ ինքնության վերաձևումը փորձում է պարտադրվել հասարակությանը կամ ասվել, որ այսպեսին ենք մենք այլևս լինելու, հա։ Սա ընդհանրապես ինքնությունները, պետական ինքնությունը, քաղաքական ինքնությունը, ազգային ինքնությունը, դա նախ ներքևից է ձևավորվում վերև, ենթադրում եմ, եւ դա լայն կոնսենսուսի հետևանք պետք է լինի։ Կոնսենսուս պետք է լինի։ Կոնսենսուսի կհասնի կառավարությունը վերևից պարտադրելու եղանակով գնալու։ Իրենց մեջ չկա կոնսենսուս։ Հիմա օրինակ մենք քրիստոնեական աշխարհի մաս ենք։ Մեր ինքնության մեջ քրիստոնեությունը կա։ Մենք իսպառ մերժելով մերժում ենք մահմեդականացած հայերի գոյությունը։ Իրենք մահմեդականացած հայերը իրենց գոյությունը չեն մերժում։ Նրանք հայ են, այդ մենք ենք մերժում։ Ունենք այդ իրավունքը։ Մենք նրանց մերժել իրենց հարյուրավոր իսլամացած հայերի հետ եմ խոսել, որոնք ասում են ինչ կլինի, որ մենք հայ լինենք։ Մենք հայ ենք, բայց ուղղակի ինքը ինքնության հարցը այնքան դժվար շոշափելի է, որովհետև քաղաքականացված խնդիրները, քաղաքականությունը գալիս է դառնում է ջրբաժաններ։ Խմբեր է ստեղծում, թշնամություններ է առաջացնում, դա էլ է։ Իսկ դա նախընտրական տրամաբանությունն է, երբ որ դու փորձում ես քեզ զատես մյուսներին, ցույց տաս, որ այ դու առանձնանում ես, դրա համար ինձ պետք է գա կընտրեք։ Ես էլի նորից հանգում եմ այդ քաղաքական ինչ որ այսօր շեշտում եմ, որ ինձ թվում է սա հենց այդ նախընտրական քարոզչության այսպես բան փուլն է։ Լավ, մի 10-15 տարի հետո, եթե փորձենք, սա իմ վերջին հարցն է, եւ սրանով փորձենք ավարտել եւ ամփոփել մեր քննարկումը 10-15-20 տարի հետո, եթե այս գործընթացները շարունակեն, մենք ինչ ինքնություն կունենանք, ինչի վրա կային կհիմնվի, կհիշենք այսօրվա կամ երեկվա ինքնությունը եւ Արցախի մասին մեր մտորումները եւ հույզերը որպես անցյալի ինչ որ մի այսպես տեսիլք, մորմոք, չգիտեմ ինչպես Չարենցը կասեր, թե դա կշարունակի մեզ հետ մնալ բավական ռեալ եւ բավական կենթանի։ Հայաստանը չի լինի ազգային պետություն, այն կլինի ինչ-որ մի այլ կազմավորում, հիմնված քաղաքացիության վրա, այն մարդկանց կողմից, ովքեր կուզենան այստեղ ապրեն, իսկ այն մարդիկ, ովքեր ում համար կարևոր կլինի այդ ազգային պետությունը, ուղղակի չգտնելով այստեղ առանձնահատուկ մի բան, որ իրենց պետք է պահի այստեղ, իրենք ուղղակի կգնան եւ այլ տեղերում կապրեն, որովհետեւ վերջին հաշվով ինչ է այդ մարդկանց շատ դեպքում պահում Հայաստանում, Հայաստանի ազգային պետություն լինելը։ Այսինքն, եթե դու այդ բոլոր ատրիբուտներից հրաժարվում ես, այդ բոլոր այդ սիմվոլներից հրաժարվում ես եւ հակառակը դրանց դեմ պայքարում ես, ինձ թվում է այդ մարդիկ աշխարհում շատ այլ ուրիշ լավ տեղեր կան ապրելու, որտեղ ավելի անվտանգ է, ավելի բարեկեցիկ եւ այլն։ Այդ մարդիկ ընդհանրապես կգտնեն այլ տեղ, որտեղ իրենք կարողանան Կարծում եք մարդկանց Հայաստանում պահում են նաև հույզերը։ Այո, շատ մարդկանց պահում են հույզերը, հենց հույզերը, սիմվոլները, այս հողի հետ կապված լինելը, այդ հայրենիքի ընկալումը, ազգայինի ընկալումը։ Ինձ թվում է, որ շատերին դա պահում է։ Գուցե ոչ բոլորին, բայց ես անկեղծ ասած խորապես վստահ եմ, որ աշխարհակաղակական ներկայիս արագ զարգացումները անընդհատ ավելի ու ավելի շեշտում են, որ մեր նման պետությունների անորոշ խաչմերուկային ծանր տարբեր կոնֆլիկտային եւ տարբեր տեսլականների առաջ հայտնված երկրների զարգացումները միայն այդ երկրի իշխանությունների կամքով չի որ ձևավորվում եւ զարգանում է եւ ես բնավ չեմ բացառում որ 10-15 տարի հետո արցախցիները վերադարձած լինեն Արցախ մեր մտածողությունը խորապես փոխված լինի երբ որ Ղարաբաղի խանության վերջին շրջան Իբրահիմ խանի վերջին 1780-ական թվականների շրջանում հայ մելեքները իրանց գյուղական բնակչության հետ տեղափոխվում էին եւ Ղարաբաղը զգալի չափով հայաթափվեց այդ ժամանակ ոչ մեկ չէր պատկերացնում որ 19-րդ դարի առաջին կեսին նրանց զգալի մասը վերադառնալու է այո 1900 ուզենայի ես շեշտեմ որտեղ ցավոք մեր հասարակությունում ինչ որ այդ կարծիքը կա մի քիչ վախճանաբանական որ ասում են հազարամյակներով երբեք Արցախը չի դատարկվել եւ դրանով ոնց որ գիծ ենք հաշվում որ հիմա եղավ ու իրականում եղել է դատարկվել է, բայց նաև եղել է նաև շատ տարբեր գործնական եւ ես չէի ուզենա մենակ մեր իշխանությունների ենթադրյալ տեսլականով դատել առաջկա 10-15 տարիների հետոյի Հայաստանի մասին եւ դա ոչ միայն աշխարհի, այլ նաեւ Հայաստանի քաղաքացիների կամքի
հետևանք։ Այս մի բան էլ է, եթե թույլ կտաք, ես կարծում եմ, որ այսինքն հավատացած եմ, որ ցանկացած այլ իշխանություն, ինչ իշխանություն էլ գա, որը չի լինի այսօրվա իշխանության կողմնակից, կապ չունի դա ավելի աճ կլինի, ավելի ձախ կլինի, ոնց ուզում եք լինի, ինքը լրիվ հակառակ քաղաքականությունա տանելու, որտեղ զսպանակի օրենքով, հա ինչ կամ ճոճանակի օրենքով, ինչքան շատ ավելի մի կողմ ես դու բարձրացնում, այնքան ավելի ուժեղ է լինում այն հակադարձումը եւ իրականում ես կարծում եմ, որ նաեւ այս պայքարը ինքնության սիմվոլների դեմ ինքը շատ դեպքերում նույնիսկ ամրացնում է դրանք։ Օրինակ, չգիտեմ, ես եկեղեցու դեմ կամ կաթողիկոսի եկեղեցու չասում, կաթողիկոսի դեմ էս արշավը, ես շատ մարդիկ գիտեմ, ովքեր աթեիստ են, ովքեր երբևիցե այս թեմանի մեջ չէին խառնվում, իսկ հիմա հանկարծ տեսնում եմ, որ իրենք շատ ավելի այսպես այդ թեմաները իրենց համար դարձել են կարևոր իրենց ինքնության ընդգծման առումով։ Նույնը, չգիտեմ, հայոց պատմության դասագրքերը երբեք հայոց պատմության դասագրքերը երբեք չեն ընթերցվել, չեն եղել ուշադրության կենտրոնում, թեև այն հին դասագրքերն են զերծ չէին խնդիրներից, իրոք այդպես չի, որ աշխարհի լավագույն դասագրքերն են, բայց ուզում ասեմ, այդ պայքարը ինչ որ թեմաների շուրջ, պայքարը ինչ որ բանի շուրջ կարող է նույնիսկ հակառակ էֆեկտը տա եւ մարդկանց մոտ շատ ավելի այսպես առաջանա հետաքրքրությունը եւ այդ ընդվզումը, որի դեմ, որը կարող է եւ ցանկացած այլ իշխանություն շատ ավելի ստիպված կլինի, նույնիսկ կարող է նույնիսկ չուզենա, բայց ստիպված կլինի հակադարձելով այսօրվա իշխանության քաղաքականությանը, շատ ավելի ազգային լինի, շատ ավելի սիմվոլների վրա շեշտադրում անի։ Եվ ուղղակի մնացած ամենից բացի ուղղակի արգելանքը, արգելել ես կամ այն սիմվոլը անկասկած բերելու է հակակշռը դրա։ Ներիմանում եմ այս հարցում ձեզ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Սիվիլեթի եթերում քննարկումներ իմ զրուցակիցները Հրանտ Աշխարհացյանը եւ Սուրեն Մանուկյանն էին։ Ստեսություն կհանդիպենք։